Հասկանալի է, մի քանի ներքաղաքական հարցերի անդրադառնանք, պարոն վարչապետ, ձեր հրապարակային հայտարարություններից պարզ է դառնում, որ դուք Գարեգին II-ին կաթողիկոսի գահից հեռացնելու օրակարգից չեք հրաժարվել։ Հիմա կոնկրետ ինչ քայլեր են արվում եւ ինչով է զբաղված այն խորհուրդը, որը ստեղծվեց եկեղեցու բարենորոգման համար։ Գիտեք, ինչպես եւ նախատեսված էր, մեր հիմնական խնդիրն է նախ հանրությանը ավելի հասկանալի դարձնել օրակարգը, որովհետև այդ թվում գուցե մեր եւ իմ երբեմն էմոցիոնալ դրսևորումների պատճառով գուցե հանրությունը ավելի շատ տեսնում է աղմուկ, քան թե հարցիություն։ Իսկ մեզ համար հարցիությունը շատ պարզ է, առաջին հարցերի գլոբալ հարցը հետեւյալն է, որ առաջինը եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ ընդհանրապես ես ասել եմ, որ չի կարող լինել պետություն պետության մեջ։ Եվ մենք նախորդ շրջանում ցավոք տեսել ենք անընդհատ դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորել փաստացի առանց դրա մասին հայտարարելու որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա, բայց սա երկրորդ գործողությունը, երկրորդ հարցը, որ եկեղեցին չպետքա զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետքա չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ այստեղ ես չեմ հարցը հասկանում, այստեղ քաղաքական գործընթացներն են։ Լավ 1, 2, 3, ասենք լավ ոչինչ պետքա լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել եւ ինչ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում մայրաթորում ունեցած խորհրդակցություններից հետո եւ դրա արդյունքում շատ կարեւոր է նաեւ ինչ եղավ այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում եւ միջավայրում տեղի ունեցավ եւ մարեց, այսինքն մերժվեց հանրության կողմից։ Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետեւ խոսքը մեր պետության ինքնիշխանության անվտանգության մասին է, բայց այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետքա եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի մասին է։ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարկության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետքա լինեն, որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ այդ թվում, որ ճշտման փուլում է, այդ թվում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու եւ այլն։ Այս շատ լավ տեղ բերեցիք։ Ինչ են ասում ձեր ընդդիմախոսները, ասում են, եթե մարդը հոգեվորական է, չի նշանակում քաղաքական հայացքներ պետք է չունենա։ Ձեր նշած փաստերը քրեական գործեր հարուցելու համար են։ Հարուցեք քրեական գործեր, պատժեք այն հոգեվորականներին, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենքը, բայց արշավ մի սկսեք այն եկեղեցականների դեմ, որոնք ձեզնից տարբերվող կարծիք ունեն եւ ձեր հրաժարականն են։ Գիտեք, ոչ միայն հոգեվորականները, այլև բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն։ Ուրիշ բան է քաղաքական հայացքներ ունենալը, ուրիշ բան է քաղաքական հայացքները արտահայտելու միջոցները եւ ձևերը։ Գիտեք ինչ, պատարակի խորանը օգտագործել քարոզների ժամանակ քաղաքական քարոզ անելու համար, կներեք, դա սրբապղծություն է, որովհետեւ պատարակը Հիսուս Քրիստոսի եւ նրա դավանած արժեքների մասին է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային
հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Տեսեք, դուք ասում եք քրեական գործեր թող հարուցվեն, քրեական գործեր են հարուցվում, ասում են ոնց բանի հոգևորականների դեմ քրեական գործ եք հարուցում, ոնց կարելի է հոգևորականի դեմ քրեական գործ հարուցել։ Ոչ ոք չի ասում, ոնց կարող հոգևորականը պլանավորի, որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական բանը մատակարարումը դադարեցնի, սաբոտաժանի, երթևեկությունը կասեցնի, չգիտեմ, բաներ եւ այլն եւ այլն։ Խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելի մասին։ Այդ գործերը դատարանում են, պարոն վարչապետ, ես դրա մասին չեմ խոսում։ Շատ լավ, բայց կա կոնկրետ գործ եւ կա միջավայր, որտեղ այդ գործերը ստեղծվում են։ Այսինքն մեր խնդիրն ինչ է, թողել որ այդ ծայրահեղականության դրսևորումները գնալով շատանան, պլանը դառնա իրագործելի, գնդակահարության մասին սպառնալիքները դառնան գնդակահարություններ, որ հետո ասեն, բա պետությունը ուր էր, բա ուր էր նայում պետությունը, իսկ ուր էր նայում ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ուր էր նայում կառավարությունը եւ այլն եւ այլն։ Հիմա գալով խոսքի սկզբին, ասում եք համապատասխան միջավայր եմ ուզում ստեղծվի, հանրությունը տեղեկացվի նոր, ոնց եք պատկերացնում, ասենք ինչքան ժամանակ է դրա համար պետք եւ կոնկրետ գործողություններ ակնկալել թե ոչ։ Գիտեք ինչ, կետը, որում դա պետքա տեղի ունենա, ի վերջո Հայաստանի ժողովրդավարական պետություն է եւ որևէ բան չի կարող տեղի ունենալ առանց հանրության աջակցության։ Ընդ որում հանրության աջակցությունը ինչ շատ են ասում են, որ այդ դեռ չես դադարել հեղափոխական լինել, ինչ է լինում հանրություն։ Խոսքը լեգիտիմության մասին է։ Ինձ համար լեգիտիմությունը բացարձակ արժեք է, ու ֆիզիկապես ենթադրենք process-ներ իրականացնելը առավելևս վարչապետի կարգավիճակում գուցե այդքան էլ դժվար չի, մանավանդ այն պայմաններում, երբ որ տեղի է ունենում աննախադեպ բան, մայրաթոռի զանգերը հնչում են մարդկանց հրավիրելով եւ մարդ չի արձագանքում դրան։ Սա խոսում է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավի առաջնորդության կողմից հարուցած խորը հոգևոր ճգնաժամի մասին։ Եվ ուրիշ բան էլ մեզ ասեմ։ Գիտեք ինչ շատ ենք խոսում մենք, որ մենք պետքա ունենանք արժեքահենք հասարակություն, արժեքահենք հանրություն, որտեղ արժեքները, բարոյական նորմերը ի վերջո կշիռ ունենան եւ այդ կշիռը գնալով մեծանան։ Ես ասում եմ անհնար է ունենալ արժեքահենք հանրություն, երբ որ մեր արժեքների էպիկենտրոնը, մեր սրբություն սրբոցը, մայրաթոռ Սուրբ Էջմիածինը ախտահարված է։ Եվ սրանք կոմպլեքս հարցեր են, սա իմիջիայլոց շատ լուրջ, նուրբ եւ բարդ հարց է, եւ ելի եմ ասում, ինչքան պետք կլինի, ես այս ճանապարհով կգնամ, բայց այդ ճանապարհին լեգիտիմությունից չեմ շեղվի երբեք։ Բայց ես նաեւ էլի վարչապետ, ոչ վարչապետ հարցը, ես էլ եմ ասում, ես ինքս ինձ համարում եմ եւ ես այդպիսին եմ հոգևոր արժեքներ եւ հոգևոր կյանք ունեցող մարդ, եւ ես չեմ կարող հայաստանյան առաքելական եկեղեցու հետևորդի, հավատավոր հետևորդի իմ ինքնությունը ինձնից անջատել եւ դնել 4 մետր են կողմ։ Եվ սա է հարցի պատասխանը, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ եմ։ Ես չեմ կարող կիսվել երկու մասի։ Ընդդիմադիր ուժերից մեկը, պարոն վարչապետ, հայտարարում է, որ աղքատության այս պայմաններում 21% աղքատություն, վարչապետը ոչ միայն պետք է պարգևավճար չստանա, այլև 1 դրամ աշխատավարձ ստանա, եւ որոշ նախարարներ էլ ասում են, որ իրենց իշխանության գալուց հետո մասնավոր միջոցներով կաջակցեն։ Հիմա նախ ինչու դուք 1 դրամով չեք աշխատում որպես վարչապետ եւ ընդհանրապես կառավարման այս կոնցեպտին դուք ինչպես եք վերաբերվում։ Նախ գիտեք, երբ որ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, երբ որ դուք հարցազրույցի ժամանակ հարցնեք, այս կոստյումը ձեզ որտե՞ղ է, ես ինչ եմ պատասխանելու։ Որտեղ ձեզ աջակցել են մասնավոր միջոցները։ Դա կոռուպցիա է։ Դա հենց կոռուպցիա է, բա կոռուպցիան ինչի մասին է։ Կամ ընդհանրապես որ ասեք, բա ո՞նց եք սնվում եք դուք, ո՞նց եք ապրում։ Եվ այլն եւ այդպես շարունակ, բայց ինչ եմ պատասխանելու այդ հարցին։ Պարգևավճարների մասով ես երկար տարիներ
ընդհանրապես պարգևավճար չեմ ստացել, բայց խոսքը ուրիշ բանի մասին է, ինստիտուտի եւ համակարգ ստեղծելու եւ կայացնելու մասին է։ Եվ աղքատության պայմաններում իմիջայլոց ուզում եմ նաեւ հետեւյալը ընդգծել, այն որ դուք ասում եք, դա պետության զավթման սցենար է։ Երբ որ պետությունը վերցնել եւ դնել մի կամ մի քանի մարդկանց գրպանում, եւ դա հենց օլիգարխիան է։ Հենց օլիգարխիան Հայաստանում երկար տարիներ եղել են պատգամավորներին, պաշտոնյաներին, ընդհանուր նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ։ Եվ դա արձանագրված է քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերն է ցուցմունքների վրա չեն հիմնված։ Խուզարկություններով ես գիտեմ դատարաններում գործեր կան արդեն, որ համակարգիչներ են արգրավել, որտեղ ցուցակը երևում է, թե ամեն ամիս ում ինչքան գումար են տվել, եւ այդ նույն անձինք են, սա այդ կոռուպցիոն համակարգի նկատմամբ նոստալգիան է, բայց ուրիշ խնդիր կա։ Աղքատության հետ կապված խնդիրները լուծում ինչ է դա կապված է կառավարության եւ իշխանության մարմինների պրոֆեսիոնալ աշխատանքի հետ, արդյունավետ աշխատանքի հետ։ Մենք դնում ենք խնդիր, որ պետական պաշտոնյան պետքա գեր կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա։ Ընդ որում հազար ներողություն եմ խնդրում, այդ գեր կենտրոնացվածությունից իրենց պետք է չկարողանան շեղել այդ թվում կոռուպցիոն հակում ունեցող տարբեր ուժերը եւ հազար ներողություն էս էլ կարող է եւ ընտանիքի անդամներն էլ պետք է չկարողանան պաշտոնյային շեղել իրենց գեր կենտրոնացած աշխատանքով սկսած նրանից, որ երեխու կոշիկի հարցը, ուսման վարձի հարցը, չգիտեմ, դպրոց գնալու եւ հետ գալու հարցը, ել չեմ ասում տուն գալիս հաց կբերես եւ այլն։ Հայտնի ժանրերը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում պետքա զրոյացնենք կոռուպցիան։ Մենք երկար տարիներ աշխատում ենք եւ արձանագրում ենք, որ այո, մենք այդ թվում միջազգային վարկանիշներով մենք ահագին առաջընթաց ունենք կոռուպցիայի դեմ պայքարում, բայց մենք չենք կարողացել զրոյացնել կոռուպցիան։ Եվ որոնք են պատճառները։ Պատճառները այդ թվում այն միջավայրն է, որը փոփոխություն չի կրել եւ այս որոշումները առաջին հերթին քաղաքացիների համար է։ Տեսեք, մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել։ Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների ծառայություններ են ստանում, այդ ծառայությունները չստանալու դեպքում նրանք հազար ներողություն, բայց նրանց մի մասը հաստատ չէ ապրի։ Եվ այդ պետական կառավարման համակարգի 24 ժամ աշխատանքի շնորհիվ է այդ արդյունքը արձանը։ Ես հիշում եմ, երբ որ ես սեպտեմբերին էր, թե օգոստոսին էր կամ նույնիսկ հոկտեմբերին էր, ես խնդիր դրեցի, ասի բացառում եմ, չգաք ասեք էլի հետաձգեք։ Գնացեք 24 ժամ աշխատեք եւ համակարգը ներդրեք։ Այսօր համակարգը ներդրված է, բայց այդտեղ կա նաեւ բարոյական խնդիր, չէ՞։ Ես մարդուն ասում եմ, գիտեք, 24 ժամ աշխատի, այսինքն տուն մի գնա, ընտանիքի խնդիրներով մի լուծի, քո անձնական խնդիրներով մի զբաղվի, գնա աշխատի։ Հետո ասեմ, էս էլ քո մի դրամը, այդտեղ անհամատեղելիություն կա, որովհետեւ էլի եմ ասում, այդ ձեր ասած մի դրամները պետությունը արժեզրկելու մասին է եւ պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին է եւ այն մարդիկ, ովքեր այդ մեծ գրպաններն ունեն եւ իրենք այդ գրպաններում ըստ ամենայնի դատարկություն են սկսել զգալ եւ խնդիր կա հրատապ ձևով այդ դատարկությունը լցնել Հայաստանի Հանրապետությամբ։ Համոզված եմ, որ մենք կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, բայց իհարկե ժողովուրդը դա թույլ չտա։ Գալով ընտրություններին, պարոն վարչապետ, հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական